Ըստ խնդրի ունենք ինչ-որ a եռանիշ թիվ, որի քառակուսին, այսինքն a անգամ a-ն ավարտվում է հենց իրենով, a-ով։ Ենթադրենք այդ a-ից առաջ էլ ինչ-որ x թվեր են։ Պետք է գտնենք բոլոր այսպիսի եռանիշ թվերի քանակը։ Դրա համար նախ եկեք x-ան ներկայացնենք որպես x անգամ 1000 գումարած a, քանի որ ինչպես գիտենք a-ն եռանիշ թիվ է։ Այնուհետև այս հավասարման երկու կողմից հանենք a-ն և ստացված հավասարման ձախ կողմից a-ն հանենք ընդհանուր։ Պարզենք, թե ինչ թվերի է բաժանվում a-ն։ Դրա համար 1000-ը ներկայացնենք պարզ արտադրիչների արտադրելի տեսքով՝ 5-ի 3 աստիճան անգամ 2-ի 3 աստիճան։ Այսպիսով ստացվում է, որ կամ a-ն է բաժանվում 5-ի 3 աստիճանի, այսինքն 125-ի, կամ էլ a-1-ն է բաժանվում 125-ի։ Գրենք 125-ի բաժանվող բոլոր եռանիշ թվերը և սկզբում դիտարկենք այն դեպքը, երբ a-ն է բաժանվում 125-ի։ Հաջորդաբար ստուգենք, թե այս եռանիշ թվերից որ մեկի համար է ճիշտ մեր ունեցած պայմանը, որ a անգամ a-ն պետք է ավարտվի a-ով, և կստանանք, որ այս դեպքում պայմանը ճիշտ է միայն a-ն հավասար է 625 թվի համար։ Անցնենք երկրորդ դեպքին, երբ a-1-ն է բաժանվում 125-ի, այսինքն եթե a-1-ը մեզ մոտ 125 է, ուրեմն a-ն 126 է, և այսպես շարունակ։ Նույն հաջորդաբար ստուգումը կատարենք նաև այս դեպքում և կստանանք, որ պայմանը ճիշտ է միայն a-1-ը հավասար է 375, այսինքն a-ն հավասար է 376 դեպքում։ Սա էլ համադրելով a-ն հավասար է 625 տարբերակի հետ ստանում ենք ընդհանուր երկու թիվ։